Ողջունում եմ հարգելի մեր բոլոր հայրենակիցներին եւ իմ գործընկերներին։ Տեսեք, երեկվանից այստեղ քննարկվում է Տիկին Ջուլ Հակյանի որպես պետաիրավական հանձնաժողովում նախագահի որպես թեկնածու հարցը, բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների կողմից որևիցե կառուցողական, որպես այդպիսին պրակտիկ, որևէ առաջարկ, որևէ դիտողություն, որ եկեք կառուցողական լինենք, չի եղել։ Ես կցանկանայի արձագանքել երեք այստեղ հնչեցված բազմաթիվ օրինակ ձայնագրությունների հետ կապված հարցերին եւ այլն նմանատիպ, բայց քանի դեռ խոստացել եմ չշեղվել օրակարգից, այո, այսօր քննարկում ենք մի շատ կարևոր հանձնաժողովի, պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը եւ ես երեք իմ հարցադրումը հենց այնպես չէր, որ Տիկին Ջուլ Հակյանին ուղեցի շատ մի կարևոր հարցի հետ կապված, համաներման նախագծի հետ կապված, որը որ չի կիրառվել, ինչպես նշեցի, շուրջ 7 տարի 9 ամիս։ Տիկին Ջուլ Հակյանը իր խոսքում անդրադառնալով այս հարցին նշեց, որ բառացի ցիտում եմ Տիկին Ջուլ Հակյան ձեր կողմից արձանագրված այդ նախադասությանը, դուք նշեցիք, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում յուրահատուկ մոտեցում պետք է դիտարկել եւ կարծում եք, որ համաներումը մեզ համար ընդունելի ճանապարհ չէ։ Եկեք չհամաձայնվեմ ձեզ հետ։ Ինչ է մեզ տալիս երկար, շարունակական, տևական ժամանակով համաներում չկիրառելը։ Այսինքն, դա կարող է հանգեցնել ոչ միայն առանձին անձանց, այլ քրեական արդարադատության ամբողջ համակարգի խնդիրների։ Կարող եմ թվարկել բոլոր այն ռիսկերը, օրինակ, քրեակատարական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը, բոլորս գիտենք, թե ինչքան գերծանրաբեռնված են քրեակատարական հիմնարկները։ Այն պայմաններում, երբ դեռևս 6 տարի եւ ավել հնչել են համապատասխան հայտարարություններ լրատվամիջոցներով, որ պատրաստվում են օրինակ վերակառուցել Նուբարաշեն քրեակատարական հիմնարկը, բայց բոլորս գիտենք, որ մինչ օրս որևիցե գործողություն Նուբարաշեն քրեակատարական հիմնարկը վերակառուցելու վերաբերյալ չի կատարվել։ 25 քառակուսում տեղավորվել են 8 անձ, արդյոք դա խոշտանգում չէ անձանց, իհարկե խոշտանգում եմ։ Եվ արդյոք համաներում կիրառելու հետևանքով չենք կարող ազատվել այդ խնդրից, իհարկե կարող ենք։ Պատժի համաչափության ռիսկ կա այստեղ։ Ժամանակի ընթացքում կարող են փոխվել պետության քրեական քաղաքականության մոտեցումները, իսկ նախկինում նշանակված պատիժները մնալ նույնը։ Արդյունքում որոշ դեպքերում կարող է առաջանալ պատժի նպատակների եւ դրա շարունակականության անհամապատասխանությունը։ Այստեղ ես բարձրացրել եմ մի հարց նախագծի ընդունման հետ կապված համաներման, որը չի վերաբերվում 1 անձի, 2 անձի, այլ ամբողջ մի ընտանիքների է վերաբերվում, ովքեր որ ես լինելով պրակտիկ այդ ոլորտում աշխատող, պետք է նշեմ, որ չկա որևէ մեղադրյալ դատապարտյալ, ում այդ հարցը չհուզի եւ ընտանիքի անդամներ։ Եվ այստեղ հարց է առաջանում, քանի որ գիտենք, որ համաներումը պետության բարձրագույն իշխանության ընդունած ակտ է, որով անձինք լրիվ կամ մասնակիորեն ազատվում են հանցագործության համար նշանակված պատժից կամ նրանց պատիժը փոխարինվում է ավելի մեղմ պատժով կամ վերացվում է դատվատությունը, որը չկա օրինակ պայմանական վաղաժամկետ կիրառելու դեպքում։ Այն կիրառվում է որպես մարդասիրական քայլ, շատ կարևոր է, առանց անհատականացման, միաժամանակ մի խումբ անձանց նկատմամբ, ինչը չենք կարող ասել օրինակ պայմանական վաղաժամկետ ազատման դեպքերում։ Պայմանական վաղաժամկետ ազատումը չի կարող դիտարկվել որպես համաներման այլընտրանք, որովհետև առաջինը
անհատական արդարադատության գործիք է, իսկ երկրորդը քրեական քաղաքականության համընդհանուր գործիք։ Մեկի արդյունավետ կիրառումը չի վերացնում մյուսի անհրաժեշտությունը, իսկ համաներման ընդունման անհրաժեշտություն ավելին, քան կա։ Տեսեք, ինչի համար եմ նշում, որ այո, ողջունելի է իհարկե պայմանական վաղաժամկետ ինստիտուտը, եթե գործի։ Երեկ Տիկին Ջուլհակյանը նշեց, որ վերջին ժամանակաշրջանն է, մոտ երևի ընդունենք 9 ամիս։ 9 ամիս է, որ այդ ինստիտուտը գործարկվել է եւ ընթացքի մեջ է, բայց իսկ այն 7 տարին ինչ է արվել, որպեսզի իմ կողմից նշված այդ ամբողջ մտահոգությունները, որոնք որ մեր առջև դրված են, որպեսզի դրանց արդյունավետությանը հասնենք։ Ոչինչ։ 7 տարի հետո միայն այս 9 ամսվա ընթացքում ես անկեղծ փորձեցի գտնել այդ 9 ամսվա ընթացքում պայմանական վաղաժամկետ ազատված անձանց թվի վերաբերյալ տվյալ կամ դրա արդյունավետության վերաբերյալ տվյալ ցավոք չեմ գտել։ Եվ պետք է նշեմ, որ բազմաթիվ են եղել դեպքեր, երբ անձը մեղադրվել է ինչ-ինչ արարքի մեջ, սակայն դատարանները իդեպ 3, չեմ հիշում ներողություն ով էր, նշվեց, որ 150 դեպք է եղել կաշառք տվող, ընտրակաշառք բաժանող։ 150, թող լինի 200, ձեր նշելով, բայց ես խոստացել եմ բոլորին, որ այստեղ փաստերով եմ մենակ խոսելու, ինչը բնորոշ է ինձ եւ իմ մասնագիտությանը, հարգելիներս։ Տեսեք, ցավում եմ, իրականում ցավում եմ, այն դեպքերը, երբ դատարանները արձանագրել են ընտրակաշառքի գործերով հիմնավոր կասկածի բացակայությունը, որոնք եղել են 86 թվով։ Ուժեղ Հայաստանը նույն հետևողականությամբ չի բարձրաձայնել այդ հարցը մամուլում։ Իսկ գիտեք ինչու չի բարձրաձայնվել։ Չի բարձրաձայնվել, որպեսզի չթիրախավորենք այն դատավորներին, որոնք իրականացրել են իրական արդարադատություն։ Այդ իսկ պատճառով չի բարձրաձայնվել։ Տեսեք, որոշել էի չխոսել, բայց ստիպված խոսեցի։ Նշվում է օրինակ հիշատակեցինք երեք Գոհար Ղումաշյանին, Գոհար Ղումաշյանի քրեական վարույթով ես եմ ստանձնել եւ մասնակցել եմ անմիջապես նրա պաշտպանությանը։ Նշում եք, որ ինչպես միշտ չպահպանելով անմեղության կանխավարկածը, նշում եք, որ Ռոզալիային, այսպես ասած, տելևիզոր է նվիրել։ Պետք է նշեմ, որ այդ Ռոզալիան, ինչպես արդեն նշում ենք, եղել է այն անձը, իդեպ 103 ամյակներ եղել, եթե չեմ սխալվում Ռոզալիայի, ով եղել է հայրենական մեծ պատերազմի վետերան։ Եվ Ռոզալիային 2013 թվականից սկսած օգնություն է ցուցաբերել Գոհար Ղումաշյանը։ Եկեք այսպես պայմանավորվենք, քանի որ չեմ ցանկանում բացել այն տեղեկությունները տրամադրել քաղաքացիներին եւ նաեւ այստեղ գտնվելով ձեզ, սեպտեմբերի 24-ին ժամը 15:00-ին դռնբաց դատական նիստում տեղի ունենալու Գոհար Ղումաշյանի հարցաքննությունը, ինչպես նաեւ, եթե չեմ սխալվում, հարցաքննվելու է Ռոզալիան։ Եթե այդ դատական նիստը ունկնդրելուց հետո որևիցե մեկը կգա եւ այստեղ կասի, որ Գոհար Ղումաշյանի կողմից որևէ բարեգործության օրենսդրական արգելք կա, ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել։ Խնդրում եմ ունկնդրեք այդ դատական նիստը։ Իսկ ինչ վերաբերվում էր 2025 թվականի հունիսի 17-ին է եղել ծնունդը, բայց այդ նվերը տրվել է ավելի ուշ, եկեք արձանագրենք եւ չմոռանանք, որ 2025 թվականի հունիսի 17-ը եղել է այն խայտառակ եւ ապօրինի ձերբակալությունը, որով ձերբակալել էին Սամվել Կարապետյանին։ Ինչու եմ ասում խայտառակ եւ ապօրինի, քանի որ խոսում եմ արդեն իսկ
օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որը մինչև ընդհանուր Վճռաբեկ դատանը արձանագրել է, որ Սամվել Կարապետյանի ներողություն 5 վայրկյան, Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ապօրինի, իսկ ինչու որևիցե մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։ Պարզ է արդեն, հետևությունները թողնում եմ քաղաքացիներին։